Փողի հետ չի կարելի անել 3 բան։ Առաջին, առնել էժանացող ապրանքներ։ Թանկ մեքենա։ Ինչքան մեքենան թանկ է, այնքան ավելի արագ է էժանանում։ Վճարեցիր $100,000, սալոնից հանեցիր, ինքը արդեն չարժի $100,000, արժի $95,000։ Սալոնից հանելու պահին դու կորցրեցիր 5,000։ Փոխանակ առնեք էժանացող ապրանքներ, առեք թանկացող ապրանքներ։ Եթե դուք ձեր փողով առնում եք էժանացող ապրանքներ, ձեր վիճակը արդեն լավ չի։ Երկրորդ, առնել էժանացող ապրանք վարկով։ Երբ որ դուք վարկ եք վերցնում եւ առնում եք էժանացող ապրանք, օրինակ վարկով հեռուստացույց, վարկով սառնարան, վարկով մեքենա, առակ ինքը էժանացավ, բայց դուք վարկ եք վերցրել, դուք կրկնակի եք վճարելու դրա համար։ Եթե դուք վարկով եք էժանացող ապրանք առնում, դուք արդեն դեբիլ եք ֆինանսապես։ Եվ երրորդը, ամենավատը, վարկով առնել էժանացող ապրանք, որի կարիքը դուք չունեք, բայց առնում եք, որ ուրիշի վրա տպավորություն թողեք։ Եթե դուք այս ճանապարհն եք ընտրում, դուք գիժ եք, ձեզ պիտի տանել հոգեբուժանում բուժել։ Դուք խելագար եք։ Այդ նույնն է, որ գնաք ձեզ մոստից գցեք ներքև, որ ուրիշները տեսնում են, որ դուք կնաս տղա եք, որ ձեզ մոստից գցեցիք ներքև։ Նույն բանն է, ուղղակի մոստից ընկնելուց, ասենք 25 վայրկյան եք ընկնում, վարկով ուրիշների վրա տպարություն թողելու համար ապրանք առնելուց ֆինանսապես, ասենք, մի տարում եք ընկնում։ Բայց երևույթը նույնն է, չի կարելի զբաղվել ֆինանսական ինքնասպանությամբ։ Եթե վարկով եք առնում որևէ ապրանք, գոնե նենց բան առեք, որ ձեզ պետք լինի, իրականում ձեզ պետք լինի, որ գիժ չլինեք, գոնե դեբիլ լինեք։ Եթե դեբիլ չեք ուզում լինեք, վարկով մի առեք։ Առեք գոնե ձեր փողով, գոնե լինեք ուղակի վատ վիճակում։ Իսկ եթե լավ վիճակում եք ուզում լինեք, նույնիսկ ձեր փողով մի գնեք որևէ էժանացող ապրանք, մինչև չունենաք այնքան փող, այնքան եկամուտ, որ ձեր ֆինանսական դրության վրա ընդհանրապես չերևա ոչ այդ մեքենան, ոչ հեռախոսը, ոչ մնացած բաները։ Եթե այս վիդեոն տեսնում եք Instagram-ում կամ TikTok-ում, սեղմեք bio-ի մեջ link կա։ Եթե Facebook-ում է, ուրեմն վիդեոյի նկարագրության մեջ։